4 մանկական ու 1 ծնողաբարման գիրք, երազի գիրք 5-րդ փառատոնին, Նյումեգի ու Երազ Projects-ի 5-րդ փառատոնն է։ 2023 թվականին Նյումեգը և Երազ Projects-ը ստեղծեցին երազմատենաշարը ու այս 3 տարիների ընթացքում ներկայացրել են մոտ 20 գիրք և այսօր արդեն 5-րդ փառատոնին մենք ներկայացնում ենք 5 նոր գիրք։ Համաշխարհային բեսթսելլերի Վտվտիկի 3-րդ մասը արկածային դետեկտիվ գրականություն պատանիների ու զվարճալի կոմիքս ամենափոքրերի համար։ Ընթերցանությունը սկսվում է ոչ թե պարտադրանքից, այլ հետաքրքրությունից ու նման հանդիպումներից, եւ ես կարծում եմ, որ նման հանդիպումները եւ նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն։ Ուսում դպրոցի սաները բաց դաս են անցկացնում հենց փառատոնի բեմին։ Աշակերտները ներկայացնում են իտալացի դասականի Էդմոնդո դե Ամիչիսի սիրտը, որը Նյումեգը հրատարակել է նոր խմբագրությամբ, նոր շապիկով ու նոր 15 գլուխներով, որոնք հայերեն թարգմանվել են առաջին անգամ։ Գիրքը դպրոցական պարտադիր գրականության ցանկում է։ Կարծում եմ փառատոնն ու ձևաչափը շատ լավն են։ Ինձ հատկապես դուր է գալիս, որ երեխաները ներգրավված են։ Փառատոնի հատուկ հյուրը լատվիացի դրամատուրգ գրող Ռասա Բուգավիչուտե Պեցեն էր։ Նրա մթության մեջ տեսնող տղան գիրքը Երազ մատենաշարը հրատարակել էր անցյալ տարի։ Ընթերցողների հետ հանդիպման ժամանակ հեղինակը մակագրեց գրքերը ու պատմեց իր մասին։ Գրողն ունի հայկական արմատներ եւ դա իմացել է պատահական ԴՆԹ թեստի միջոցով։ Իմ գիրքը մթության մեջ տեսնող տղան իրական պատմություն է։ Ես պատմել եմ իմ ամուսնու մասին, որի ծնողները կույր են։ Փառատոնի շնորհանդեսները տարբերվում էին իրենց ձևաչափով, երեխաները հանդիսատես լինելուց բացի նաև ակտիվ մասնակիցներ էին։ Նոր գրքերը ներկայացնում էին հենց նրանք։ Երազի գիրք փառատոնը եւս մեկ անգամ միավորեց երեխաներին, ծնողներին ու հեղինակներին, ցույց տալով, որ գիրքն ու ընթերցանությունը կարող են լինել հետաքրքիր ու ուսուցողական։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։